Կորոնարոգրաֆիան սրտամկանի սնուցումը ապահովող անոթների ինվազիվ հետազոտություն է։ Հետազոտության ցուցումը դրվում է բացառապես սրտաբանի կողմից, չի կատարվում պացիենտի ցանկությամբ եւ պրոֆիլակտիկ նպատակով։ Կորոնարոգրաֆիա իրականացվում է սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման եւ արդեն իսկ ախտորոշված սրտի իշեմիկ հիվանդության տարատեսակների գնահատման եւ հետագա թիրախային բուժման ընտրության նպատակով։ Սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ գանգատները կարող են լինել ինչպես տիպիկ, այնպես էլ ատիպիկ։ Սովորաբար հիվանդները գանգատվում են հետկրծոսկրային շրջանի սեղմող բնույթի ցավից, որը հաճախ ճառագայթում է դեպի էպիգաստրալ շրջան, միջթիակային շրջան, ստորին ծնոտ։ Գանգատներն հաճախ ուղեկցվում են շնչարգելությամբ։ Գանգատներն առաջանում են եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ հանգստի ժամանակ, կախված արդեն կլինիկական ընթացքից, հիվանդության փուլից։ Սրտի իշեմիկ հիվանդության ռիսկի գործոններ են համարվում տարիքը, արական սեռը, ժառանգական նախատրամադրվածությունը, ճարպակալումը, հիպոդինամիկ ապրելակերպը, որոշ ուղեկցող հիվանդություններ, այդ թվում շաքարային դիաբետը, զարկերակային գերչնշումը, վնասակար սովորությունները։ Սրտի իշեմիկ հիվանդությունը ենթադրում է ինչպես քրոնիկ, այնպես էլ սուր իրավիճակներ, եւ այս պարագայում պետք է հասկանալ մեր միջամտության հրատապությունը։ Կախված հրատապությունից կորոնարոգրաֆիան կատարվում է պլանային, շտապ եւ անհետաձգելի կարգով, մինչ կորոնարոգրաֆիան սրտաբանի կողմից անցկացվում են կլինիկո-լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ, էլեկտրոսրտագրություն, էխոսրտագրություն, որոշ դեպքերում նաեւ ծանրաբեռնվածության թեստ։ Այս ամենից հետո հիվանդը տեղափոխվում է ռենտգեն վիրահատական սենյակ, որտեղ տեղային անզգացման պայմաններում ընտրվում է զարկերակային մուտք, հիմնականում զարկերակային մուտք են ծառայում ճաճանչային եւ ազդրային զարկերակները, որոշ դեպքերում նաեւ ընտրում ենք ծղիկային եւ բասկային մուտքերը։ Հատուկ կաթեթերների օգնությամբ ինտուբացվում են հաջորդաբար աջ եւ ձախ կորոնար զարկերակները եւ ռենտգեն պոզիտիվ կոնտրաստ նյութով ստանում ենք պատկերներ տարբեր հարթություններում, ինչը հնարավորություն է ընձեռում ոչ միայն հայտնաբերել ախտահարումները, այլ նաև կոնկրետ գնահատական տալ ախտահարումներին։ Սովորաբար ստանդարտ դեպքերում կորոնարոգրաֆիան տևում է 10-15 րոպե, եթե բարդություններ չունենք, եթե չունենք հայտնաբերված խնդիրները անոթային, 3-4 ժամ անց հիվանդը դուրս է գրվում ստացիոնարից։ Արդյունքներից կախված կորոնարոգրաֆիայի բուժման մարտավարությունը լինում է 3 տիպի։ Նշանակալի ախտահարումներ չհայտնաբերելու պարագայում բացառապես բուժումը շարունակվում է դեղորայքային ճանապարհով։ Նշանակալի ախտահարումների պարագայում որոշում է կայացվում բուժումը շարունակել կամ ստենտավորման կամ աորտոկորոնար շունտավորման ճանապարհով։ Ճիշտ ընտրված բուժման արդյունքում մենք կարողանում ենք նվազեցնել սիրտանոթային պատառների առաջացման հավանականությունը եւ ինչու՞ չէ, էապես ազդել հիվանդի կյանքի որակի վրա։